Պարոն Սաքունց, վերջին շրջանում Հայաստանում բավականին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, մասնավորապես սրվել է հոգևորականների եւ իշխանության հարաբերությունները, մի քանի օր առաջ կալանավորվեց ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը։ Ես խնդրեմ իմի բերելով այս ամենը ձեր կարծիքը հայտնեք։ Ճիշտ ասած, առիթ ունեցել եմ իհարկե կարծիքս ասելու, բայց վերստին ձևակերպեմ եւ ներկայացնեմ։ Առաջինը մի քանի հիմնարար սկզբունքներ պետք է մենք հաշվի առնենք կամ ամրագրենք, որոնց հիման վրա այս տեղի ունեցող ամեն երևույթը պետք է վերլուծության ենթարկել եւ գնահատական է։ Առաջինը իհարկե այն է, որ եկեղեցին եւ պետությունը, եկեղեցին եւ կրթությունը իրարից պետք է լինեն տարանջատ, որպես ինստիտուտներ։ Սա ենթադրում է, որ եկեղեցին քաղաքականությամբ զբաղվելու որևէ հավակնություն չպետք է ունենա, որովհետև դա աշխարհիկ գործեր են։ Սա հասարակական սովորական կազմակերպություն չի։ Սա հոգևոր ոլորտն է, որի ներկայացման կամ որի բնագավառում ծառայություն մատուցելու հանձնառությունը վերցրել է եկեղեցին իրեն, ինչպես շատ այլ եկեղեցիներ։ Եվ այդ առումով անթույլատրելի պետք է համարվի ցանկացած եկեղեցականի քաղաքական գործունեությամբ զբաղվելը որպես եկեղեցական կամ եկեղեցու սպասավորի հետ, հա, որովհետև չի կարող չէ հոգևոր ծառայության բնագավառում գնա ուրեմն քաղաքական քարոզություն։ Դա քո ընտրությունն է, եթե դու մնում ես որպես հոգևորական քո գործն ես անում, եթե ուզում ես համատեղես հոգևորականն ու քաղաքականություն, եկեղեցին պետք է անթույլատրելի համարի, ոնց որ ասենք մեր կազմակերպության դեպքում չի կարող մեր կազմակերպության որևէ աշխատակից կամ անդամ որևէ քաղաքական կուսակցության անդամ լինել։ Դա մեր որովհետև ոչ քաղաքական ենք մենք։ Հա? Մենք կարող ենք ինչ որ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ կարծիքներ ասել, որովհետև իրավապաշտպան կազմակերպությունը հենց ենթադրում է քաղաքական գործընթացների գնահատական, եթե դրանք առնչվում են եւ ունեն ուղղակի եւ չեն կարող չառնչվել մարդու իրավունքներին։ Բայց եկեղեցականի դեպքում դա չկա այդպիսի բան։ Հիմա սա մեկ կարևոր սկզբունք։ Եվ այն երևույթները, որ մենք տեսնում ենք բարձրաստիճան եկեղեցականները սկսում են զբաղվել քաղաքականությամբ, այն բանից հետո որ երկար տարիներ եկեղեցին ու պետության զավթման ժամանակ իշխանությունը իրարից սրտաճած էին։ Հիշում եք։ Եկեղեցին հանդիսանում էր պետությունը զավթած ապօրինի իշխանության հիմնասյուներից մեկը, սկսած կոռուպցիոն համակարգով, սկսած ուրեմն քաղաքացիների դեմ զանգվածային բռնությունների հետ կապված լռությամբ, եւ հիմա փոխվել է իրավիճակը եւ եկեղեցին մնացել է պետության զավթողների, որոնք հեռացվել են իշխանության համախոհը։ Սա անթակույց է եւ փաստ է։ Հիմա այս պարագայում գալիս է մյուս խնդիրը։ Այլ պետության քաղաքացին հանդես է գալիս ներքաղաքական այդ բանավեճի ժամանակ որպես կողմ։ Ընդ որում այնպիսի պետության, որը անթակույց միջամտում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական գործընթացներին, ավելին ունենալով այսպես կոչված երկկողմանի միջպետական պայմանագրեր որպես ռազմավարական դաշնակից, իր դաշնակցային պարտավորություն չկատարած, ավելին Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքները չկանխած, որի պարտավորություն էին ունի երկկողմանի պայմանագրերով, եւ այդ առումով երբ որ նրանք փորձում են թե Հայաստանն էլ Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների դեմ, հա, հարցերում զբաղվի, ապա կներեք Ռուսաստանի դեմ որևէ սպառնալիք չկա, Ռուսաստանը հենց ագրեսիա սանձազերծել Ուկրաինայի դեմ եւ Հայաստանը չէ որ պետք է այդ ագրեսիային աջակցել, ընդհակառակը նույնիսկ պետք է դատապարտի այդ ագրեսիան եւ առողջինչ համարի նման պետության հետ որևէ անվտանգային միջոցառումներ։ Եվ այդ քաղաքացին հանդես է գալիս որպես այդ պուտինյան ռեժիմի կարկառուն ներկայացուցիչը ներքաղաքական հայտարարությամբ։ Հիմա իմ համոզմամբ եւ պնդում եմ դա, միակ իրավական ճանապարհը, որ կարող կիրառվեր Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանության կողմից, հայտարարել Սամվել Կարապետյանին անթույլատրելի անձ եւ ժամկետ տալ հեռանալու Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Սա եմ ես գտնում։
Իդեպ նա հայտարարություն է տարածել փաստաբանների միջոցով եւ հայտարարել, որ մեր արժանապատվությունն ու արդարադատությունը շուտով վերականգնվելու է։ Սամվել Կարապետյանը որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լավ կլիմտացի իր քաղաքացիության պետությունում արդարադատության մասին, մարդու իրավունքների մասին, քաղաքական հետապնդումների մասին, հա, ինքը այնտեղ անելիք ունի։ Լիքը անելիք ունի։ Եթե այդպես արդարության, արդարադատության, իրավունքի գերակայության ջատագովն է, ապա այնտեղ որտեղ ինքը դարձել է միլիարդատեր Forbes-ի ցուցակով, ապա ինքը հենց այդ պետությունում արդարադատության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կա եւ կարող է այնտեղ իր ուրեմն գործունեությունը ցույց տալ համոզելու համար, որ ինքը իրապես արդարության ջատագովն է։ Երեք մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել, էլի փաստաբանների միջոցով փոխանցել է, որում նշված է եղել, ինչ հաջողվեց ներկա իշխանություններին։ Կարճ ժամանակահատվածում ոչնչացնել ամբողջովին Սփյուռքի ներկայությունը Հայաստանի Հանրապետության կյանքում, աբսուրդ է, որ արգելվում է Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան, նրանց ճանաչելով persona non grata։ Ես ենթադրում եմ, որ աջակցություն նրա հանդես էին եկել Մարգարիտա Սիմոնյանը, Սալավիովը, ենթադրում եմ ավելի շատ նրանց մասին է։ Ուրեմն առաջի հերթին ուրեմն բոլոր այն մարդիկ, այլ պետությունների քաղաքացիները եւ հատկապես Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները կապ չունի ազգությունից, որոնք հանդես կգան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անվտանգության դեմ, նրանք չեն կարող համարվել ցանկալի անձ։ Սա մենք երկար ժամանակ հենց այդ հարցով զբաղվել ենք եւ հիմա էլ ունենք գործը եվրոպական դատանում, երբ որ մարդուն անցանկալի անձ են դիտարկում, ճանաչում, ու պետությունը պետք է իր հիմնավորումները ներկայացնի, որտեղ սուբյեկտիվ ոչ ես որոշում, թե ով է անցանկալի կամ ինչի համար է անցանկալի կամ ցանկալի, բայց ձեր թվարկած մարդիկ, Մարգարիտա Սիմոնյան, Սամվել Կարապետյան, հենց այն մարդիկ են, որոնց անցանկալի համարելու համար հիմքերը հենց իրենք են տվել։ Այսինքն այդտեղ մտածելու կամ բան չկա, բայց այն դատական process-ը կալանքի միջոցը, որ կիրառվեց, ես գտնում եմ իհարկե անհամաչափ եւ ինչը պետք է նա գտնվի բանտում եւ ոչ թե Ռուսաստանի Դաշնությունում օրինակի համար, էլի։ Թող գնար այնտեղ խոսար այնտեղից, այնտեղ կան մարդ կան նստած նախկին Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք, որոնք քրեական հետապնդումից խուսափելու համար ապաստանել են Ռուսաստանի Դաշնությունում։ Մի թող մեկն ինքը լիներ։ Առանց որից քրեական հետապնդում։ Ես գտնում եմ, որ իշխանությունը բացարձակապես եւ դատական իշխանությունը անհամաչափ են գործել եւ առիթ են տալիս, գիտեք, ապօրինի ոչ իրավաչափ գործողությունների դեմը պետք է առնել իրավական միջոցներով, ոչ թե ոչ իրավական միջոցով եւ առիթ է տալիս խոսալ, իսկ ինչ վերաբերում է թե Սփյուռքին է բանայ զրկել, դե կներեք Ռուսաստանի Դաշնությունում Սփյուռքը ամբողջ Սփյուռքը չի նախ։ Հետո Սփյուռքը միատեսակ չի, ֆրանսիական Սփյուռքը համեմատես Ռուսաստանի Դաշնությունում հայկական Սփյուռքի հետ, կամ առանձին 1-2 ներկայացուցիչներ չեն կարող ներկայացնել ամբողջ Սփյուռքը, չէ՞ վերջնաշով։ Այնպես որ դա մի քիչ չափազանցված է, բայց Սամվել Կարապետյանի իհարկե հիմնական մտահոգությունը, որ Հայաստանի Հանրապետությունում սասանվում են Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը, անվտանգության, այսպես կոչված երաշխավոր հովանու ներքո իբր ըստ էության Ռուսաստանի Դաշնության դիրքերը Հայաստանի Հանրապետությունում թուլանում են։ Սրանով է նա մտահոգված հիմնականում։ Երեք տեղի ունեցավ երթ պաշտպանություն կտրիչ Ներսիսյանի եւ Սամվել Կարապետյանի, որը ղեկավարում էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Մասիսի քաղաքապետ ՀԿ-ի վարչապետի տեխնացու Դավիթ Համբարձումյանը։ Ի վերջո ինչ է այս մարդկանց ուզածը։ Այդ մարդկանց ուզածը նույնիսկ կրկնեմ, իրենք Ռուսաստանի Դաշնության իհարկե նույնիսկ եմ կրկնում բուն առիթը հանդիսանում են այն խնդիրները, որոնց մասին քիչ առաջ ասեցի։ Ինչու պետք է Սամվել Կարապետյանը հիմա կալանքի տակ գտնվի, որ մի հատ էլ նրա պաշտպանության համար գնան ցույց անեն, չէ՞ վերջնաշով։ Բայց եկեղեցու խնդիրը նոր։ Եկեղեցու հետ կապված խնդիրները։ Այո, այստեղ եկեղեցին նույնիսկ եմ կրկնում, իշխանությունը եկեղեցու հետ կապված հարցերում շատ հստակ պետք է լինի, որ եկեղեցին պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այն իմաստով։ Ես կուսակրոնություն դա եկեղեցու ներքին կանոնակարգերի հետ կապված հարց է, բայց հայ առաքելական եկեղեցու համար թույլատրելի, որ եկեղեցականը զբաղվի քաղաքականությամբ։ Եվ հանդուրժելի, այսինքն նման անձի
որպես եկեղեցականի կարգավիճակի շարունակական լինելը։ Այս սրա մասին է խոսքը։ Եվ արդյոք այս ամենը մի բերելով չենք կարող ասել, որ որոշ եկեղեցականների փորձում են ռևանշիզմի գործիք դարձնել։ Դե գիտեք, նույնիսկ կրկնեմ, եկեղեցու սպասավորները անձինս ամենայն հայոց կաթողիկոսի շատ սերտ հարաբերություններ են ունեցել պետությունը զավթածների հետ, այդ նույն ՀՀԿ-ի գլխավորությամբ, որը 20 տարի Հայաստանում իշխանություն է զավթել։ Դա ինձ համար տարօրինակ չէ, բայց ինձ համար խնդիրը հետևյալն է ավելի շատ ներկա իշխանությունների, որը մենք բազմիցս մեռանք ասելով կներով։ Վերջին հաշվով պետք է պետության զավթմանը տրվեր քաղաքական եւ իրավական գնահատական։ Այդ իրավական ու քաղաքական գնահատականի մեջ, իսկ դա ոչ թե մի հատ թուղթ է, այլ դա քննարկումների շարք, թե ինչու եւ ինչպես եղավ, որտեղ անխուսափելիորեն արձանագրվելու էր նաեւ եկեղեցու աջակցությունը այդ պետության զավթմանը, նաեւ Ռուսաստանի Դաշնության աջակցությունը Հայաստանում պետության զավթման այս գործընթացներին։ Երբ որ այս ամենը չի արվել, այն ժամանակ, երբ որ պետք է 2018 թվականի հեղափոխությունից հետո, նրանք իրենց լեգալ են զգում, հա, որ դրաման հարցեր կարող են բարձրացնել եւ նրանք քաղաքական, ինչպես եղել են սերտաճած, այնպես է սերտաճած մնում են։ Եվ նաև կխնդրեմ ասեք, շատերը այս ամենը փորձում են ներկայացնել, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ է գործում, ժողովրդին հանում է եկեղեցու դեմ։ Արդյոք սա որոշ եկեղեցականների հետ խնդիր է, թե եկեղեցու։ Ես գտնում եմ, որ տեսեք, այն կուսակալության հետ կապված հարցը իրապես ներեկեղեցական խնդիր է, եւ դա իրապես եկեղեցու ներսում պետք է քննարկվի, եւ եթե այսինքն միավորման ներսում այդ հարցերին լուսում չեն տալիս, ապա այդ միավորման խնդիրն է, բայց հիմնական հարցը ես սկզբունքը հիշենք, եկեղեցու եւ պետության տարանջատ լինելու հարցն է, երբ որ եկեղեցին որպես հոգեվոր, հա, ծառայություն մատուցող կառույց համատեղում է քաղաքական գործունեությունը, հանձինս իր առանձին բարձրաստիճան սպասավորների, ուրեմն հոգեվոր ծառայության հետ։ Այս խնդիրներն է, որը իրապես պետք է դրվի եւ հիմնական է, բայց մնացածը այդ կուսակրանության եւ այլն, դա կներեք արդեն թող եկեղեցականները մտածեն։ Թող որոշեն, կուսակրանությունը վերացնում են կամ կուսակրանությունը պաշտպանում են կամ կուսակրանությունը խախտողները չպետք է լինեն հոգեվոր, բայց դա վերաբերում հոգեվոր ծառայության հետ համատեղելիության խնդիր։ Իմ հարցը, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վերաբերում է եկեղեցականի քաղաքական գործունեությամբ զբաղվելու համատեղելիության խնդրին, որը անթույլատրելի է։ Խախտում է սահմանադրական սկզբունքը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։